Ստամբուլում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների երկկողմ հանդիպում է տեղի ունեցել։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ, ասվում է հաղորդագրության մեջ։ Մինչև տարեվերջ Բաքվում սպասում են Հայաստանի քաղաքացիական հասարակության պատվիրակության պատասխան այցին, հայտարարել է Հարավային Կովկասի հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը։ Ըստ նրա, հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան գործողությունների ծրագրի մի մասն է, այն ենթադրում է ադրբեջանական պատվիրակությունների նոր այցեր Հայաստան, ինչպես նաև հայկական պատվիրակությունների փոխադարձ այցեր Ադրբեջան։ Մամեդովը նաև ասել է, որ հայ քաղաքասարակության ներկայացուցիչների Բաքու այցի ժամկետներն արդեն որոշված են, բայց հստակ օր չի նշել։ Սահմանազատման գործընթացի շարունակականությունը կարևոր է, այս մասին նշվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հանդիպմանը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին ու կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը, ասվում է տարածված հաղորդագրությունում։ Մագդալենա Գրոնոն հանդիպել է նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստվում է դիմել Ռուսաստանին արտահանձնելու նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին եւ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, հայտնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Հայկական կողմի տվյալներով նրանք Ռուսաստանում են, սակայն այս պահին արտահանձնման հետ կապված ռուսական կողմի համաձայնությունը չկա։ Դատախազությունն առաջիկայում դարձյալ հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստան, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը, ասել է Վարդապետյանը։ Նա հավելել է, որ Ռուսաստանում գտնվող եւ մի շարք գործերով անցնող անձանց արտահանձնումը Մոսկվան մերժում է հիմնականում քաղաքացիության հիմքով։ Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։ Նա նշել է, Լոնդոնն ակնկալում է, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, պատշաճ դատավարության ընթացք եւ արդարացի վերաբերմունք ապահովելով բոլորի համար։ Նա նաեւ դատական գործընթացների թափանցիկության եւ անաչառության հույս է հայտնել։ Ուկրաինական հետախուզական ծառայությունների առաջադրանքով դիվերսանտների խումբը մահափորձ է պատրաստել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի դեմ, հայտնում է Մոսկովսկի կամսամոլեցը։ Լրատվամիջոցների տվյալներով դիվերսանտները ծրագրել են մահափորձ իրականացնել, երբ Շոյգուն պետք է այցելեր Մոսկվայի գերեզմանատուն։ Նոյեմբերի 14-ին էլ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ հաջողվել է կանխել ահաբեկչական հարձակում, որի հետևանքով պետք է զոհվեր ռուսական պետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Ծրագիրը ըստ ռուսական կողմի նախատեսում էր պայթյուն Մոսկվայի գերեզմանատանը։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները քննարկումներ են ունեցել բանտարկյալների եւս մեկ փոխանակման կազմակերպման հնարավորության շուրջ, հայտնել է Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Նա նշել է, որ հարցը ամերիկացի պաշտոնյաների եւ Թրամփի թիմի անդամների հետ քննարկել է ԱՄՆ կատարած այցի ընթացքում։ Աղբյուրների համաձայն քննարկումները դրական են եղել, բայց համաձայնություններ ձեռք չեն բերվել։ Axios-ի տվյալներով Ռուսաստանում կարող է լինել առնվազն 8 ամերիկացի բանտարկյալ, սակայն ոչ Դմիտրիևը, ոչ էլ ամերիկացի պաշտոնյաները չեն նշել այն բանտարկյալների անունները, որոնք կարող են ներառվել Ռուսաստանի հետ հնարավոր փոխանակման գործընթացում։